Սինգապուրը դարձել է գլոբալ տաղանդների մրցունակությամբ աշխարհում առաջինը, գերազանցելով երկար տարիների առաջատար Շվեյցարիային։ INSEAD բիզնես դպրոցը և Portulans ինստիտուտը համատեղ հրապարակել են 11-րդ զեկույցը։ Այն բաղկացած է երկու ենթաինդեքսից։ Առաջինը ցույց է տալիս, թե ինչ է երկիրը ներդնում՝ կրթություն, աշխատաշուկայի պայմաններ, նորարարության հնարավորություններ, իսկ երկրորդը, թե ինչ արդյունքներ է ստանում՝ հմտությունների մակարդակ, նորարարություն և տաղանդի ներգրավում։ Հայաստանը 135 երկրների ցանկում 59-րդն է, 46,95 միավորով։ Առաջատար Սինգապուրի միավորը 73,29 է։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ խոսք է գնում ոչ թե արդեն կապիտալիզմի մասին, այլ տալանտիզմի մասին, այսինքն ընկերությունները որոշում են իրենց գործունեությունը ծավալել այս կամ այն երկրում, նաև եւ առավելապես առաջնորդվելով աշխատուժի որակով, այսինքն տաղանդների առկայությամբ, հատկապես Հայաստանում, որտեղ մեծ զարգացում է ապրում բարձր տեխնոլոգիաների ոլորտը եւ մենք հավակնություններ ունենք այս ծառայությունների դաշտում, դա կարևորագույն պայմաններից մեկն է։ Նախորդ տարվա 134 երկրների շարքում մենք 55-րդն էինք, հիմա արդեն 135 երկրների շարքում 59-րդն էինք, թեև ցուցանիշը բացարձակ առումով 0.3 կետով ավելացել էր։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամտային խմբում ու ընդգրկված է Հյուսիսային Աֆրիկայի եւ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Մեր երկրի միավորն ավելի բարձր է, քան բարձր միջին եկամտային խմբի միջին 43,14 միավորը։ Մարդկային կապիտալի զարգացման հենասյան մասով մենք ունենք նշանակալի դրական տեղաշարժեր, ինչը կարծես թե համահունչ է նաև գլոբալ ինովացիոն ինդեքսի զարգացումներին, որի մասին նույնպես վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով խոսվում էր։ Ինչն է մեզ հետ տանում։ Հայաստանի պարագայում հատկապես խնդրահարույց ու հաճախ քննարկվող է դառնում, ու դա տեսանելի է դառնում նաև այս ինդեքսի տեսանկյունից, այն, որ մենք հետ ենք մնում որակյալ կադրեր ներգրավելու, աշխատաշուկային համահունչ կադրեր կերտելու, ինչպես նաև մեր որակյալ աշխատուժին երկրի ներսում պահելու տեսանկյունից։ Հայաստանն ավելի բարձր գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների, արտաքին բացության եւ ինտերնետային հասանելիության ոլորտներում, սակայն ամենամեծ մարտահրավերներն այսօր կուտակված են կրթության որակի, տաղանդների զարգացման եւ ներգրավման ոլորտներում։ Մեր հիմնական խնդիրը տաղանդների ձևավորման ոլորտում է գտնվում, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատուժի որակով եւ նաեւ բարձրագույն կրթության որակով։ Այս տարվա հիմնական ուղերձները, որ իրանք ունեն հանրությանը, ու դրանցից մեկը արհեստական բանականության հետ կապված հմտությունների զարգացումն է, դրանց մեջ մտնում են նաեւ այն սկիլեր, capacity-ներ, որոնք վերանալու են եւ դրանց փոխարեն առաջանալու են նոր հմտություններ, որոնք աշխատուժը պետք է, այսպես ասած, որդեգրի եւ ադապտացնի։ Հարևան երկրներից Վրաստանը 45-րդ տեղում է, Ադրբեջանը 60-րդ, Թուրքիան 82-րդ, Իրանը 102-րդ։ Մեր դիրքերի բարելավման համար անելիք ունի թե մասնավորը, թե պետությունը, կարծում են մասնագետները։ Առնվազն մասնավոր հատվածը պիտի շահագրգռված լինի յուրաքանչյուր հաջորդ քայլին առավել որակյալ աշխատուժ ներգրավելու եւ հետեւաբար նաեւ իր բիզնեսի տեսանկյունից լրացուցիչ պայմաններ ապահովելու հարցում։ Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա առնվազն աշխատանքի շուկայի լրացուցիչ կարգավորումները, լրացուցիչ խթանների մշակումը ինչ որ չափով կարող են մեղմել այն հնարավոր բացեր, որոնք այս տեսանկյունից առկա են։ Պետք է համալիր ջանքեր ներդրվեն մի քանի ուղղությամբ։ Առաջինը, որ Հայաստանին վերաբերող բոլոր ցուցանիշները ճշգրիտ արտացոլված լինեն ինդեքսի մեջ, եւ երկրորդը շարունակաբար քայլեր ձեռնարկվեն այդ ցուցանիշների բարելավման ուղղությամբ, ինչը միջազգային ներդրողների եւ միջազգային կազմակերպությունների աչքերում կբարձրացնի Հայաստանի գրավչությունը որպես տաղանդներով հարուստ երկրի։ ԵԱՏՄ երկրներից Բելարուսը 57-րդն է, Ռուսաստանը 62-րդը, Ղազախստանը 72-րդը, իսկ Қырғызստանը 87-րդը։ Ցանկի վերջին 135-րդ տեղում Չադն է 19,87 միավորով։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։